Դուք baby boom եք խոստացել, հայրենադարձություն։ Իշխանությունը հավատարիմ է իր խոստումներին, կառավարության ծրագրի քանի տոկոսն է կատարել, ընդդիմադիրները պատասխան են ակնկալում։ Հիմա դուք հին եք, թե նոր, որովհետև դուք խոստացել էիք, որ Արցախը Հայաստանը եւ վերջ, անջատում հանուն փրկության, լավ է, ոչ, դա երազանք է, իսկ հիմա մենք ինչ ենք, նոր ենք, մենք նոր սկսում ենք, նոր, հələ ուր ես, Պարոն Ավետիսյան, հələ նոր գալիս ենք, հələ մի 119 տարի, ինչքան է հիմա դաշնակցությունը, ավելի լավ, 135 կա հələ։ Ռուբեն Ռուբինյանն ու Գեղամ Մանուկյանը շարունակեցին մեկ օր առաջ սկսված վեճը, ԿՊԱ-ականները կրկին փորփրել են դաշնակցության անցյալը, ասում են, թե նրանք նախկինում դեմ են եղել անկախությանը։ Ես չէի կարող պատկերացնել, որ հասնելու եմ մի օրվան, որ ինձ, մյուսներին մեղադրեն, որ դուք 5-րդ 40 անկախության դեմ, մեղադրեն դաշնակցության անկախության դեմ, դաշնակցություն, որ տասնամյակներով նաև արդեն անկախ Հայաստանում հպարտացել է փետրվարյան ապստամբությունով։ Պարոն Մանուկյանը նաև չի գնահատում իմ բարությունը։ Երեք խոստացավ իր անունը փոխել, եթե ես ապացուցեմ, որ եղել է հայտարարություն 3 ավանդական կուսակցությունների, այդ թվում դաշնակցության, որը դեմ էր անկախությանը, ու չնայած ես մեկը իրեն կոչ արեցի չփոխել իր անունը, եկել է ինձ մեղադրում է սուտ խոսելու մեջ։ Փոխոսնակը դաշնակցությանը, որին Ստոկհոլմյան սինդրոմի զոհ է համարում, հորդորում է հետևել իրենց օրինակին ու փոխվել, դա ամոթ չէ, ասում է։ Մի մնացեք 1960-70-ականների որոշակի կենտրոններից թելադրված նարատիվների տակ, մենք ունենք անկախ հանրապետություն, մեր աչքի լույսը, եկեք իրար հետ փայփայենք դա։ Այո, մենք չենք փոխվել, որովհետև մենք սկզբունքային ենք, մենք գաղափարական ենք, իրավիճակային չենք, ի տարբերություն ձեզ, դուք էլ չեք փոխվել, ոնց սուտը, կեղծիկը, մանիպուլյացիան եղել է ձեր քաղաքականության առանցքը, խառնակշությունը ամենակարևորը, նույն ձևով շարունակվում է։ Հայաստանը ճեղքել է արդյոք շրջափակումը, Արթուր Խաչատրյանն Ադրբեջանով Հայաստան ցորենի անցման համար իշխող ուժի պես ոգևորված չէ, իրենք կողմ են բոլոր ճանապարհների համաժամանակյա բացմանը։ Որ սահմանն է բացվել, ժողովուրդ, Հայաստան-Ադրբեջան սահմանը բացվել է։ Մի հատ կասեք, որ նա այդ անցման կետը սահմանային անցնո, պարոն Հակոբյան։ Մի հատ ասեք, եկեք միասին անցնենք, հեսա 25 հոգի ելույթ ունեցեք, գնանք այդ սահմանը անցնենք։ Մյուս մեր գործընկերն ասում է նոր դուռ է բացվել։ Պետրոս մեծն է, պատուհան դեպի Եվրոպա։ Այս մարդը բացել է նոր դուռ դեպի ուր դուշման դարասի։ Ժողովուրդ, ձեռ եք առնում ձեզ։ Խաչատրյանի ելույթն ավարտվեց լեզվակռվով։ Օրինակը խեք։ Երկրորդը։ Խաչատրյան, պարոն Խաչատրյան, մի գոռացեք։ Խնդրում եմ, Ձեր ժամանակը սպառվել է, շնորհակալ եղեք, որ ընդհանրապես ձեր միկրոֆոնը Ես պարոն Սիմոնյան, ուրեմն բեք վոկալի կարիք չունեմ։ Ընդդիմությունն ու իշխանությունը ընդհանուր հայտարարի այդպես էլ չեկան, թե ով ինչ է ուրացել։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։